Կարիք կա լավ փորձաքննության, լավ փորձագիտության հետազոտությունների, որպեսզի քաղաքականությունը էլ ավելի հետազոտահենք լինի եւ փաստահենք լինի։ Կարելի ասել ռեֆորմի մեջ մենք գնացել ենք մի քայլ առաջ, որ համակարգը սկսել է ընդունել, որ կարելի է աշխատել կառավարությունների ուղղությամբ, բայց կան որոշակի հաղորդակցական եւ կառավարման խնդիրներ տարբեր մակարդակներում, կան մեթոդաբանական հարցեր, կան գնահատման համակարգի հետ կապված հարցեր, որոնց մասին էլ նաեւ անդրադարձել ենք զեկույցում։ Յուրաքանչյուր բաժնի վերջում խնդրել ենք հետազոտողներին ձևակերպել քաղաքականության առաջարկներ։ Եթե ինքը հայտնվում է անգամ կիսափուլ մի դպրոցում, բայց ունի միջավայր, որտեղ մանկավարժը ընկալում է իրան, հարգում է իրան, սիրում է իրան, եթե ինքը իրեն առողջ է զգում այդ միջավայրում, դա արդեն սոցիալական արդարության կարծում եմ առաջին եւ շատ ավելի կարևոր է, քան օրինակ նորակառույց դպրոցներն ու մանկապարտեզները, որտեղ երեխաներն իրենց այդպես չեն զգում։ Տեսչական մարմինասպուգումների ընթացքում լրացնում է ձևաթուղթ, որը մշակվել է հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ համատեղ։ Ձևաթուղթը բաղկացած է երկու մասից՝ ներառականության շրջանակներում սովորողներին տրամադրվող ծառայություններ եւ ֆիզիկական միջավայր։ Ուսուցիչների հետ հնարավորություններ տան արտահայտվելու եւ իրենց կարծիքները լսելի դարձնելու։ Իմ կարծիքով սա ամենակարևոր բաներից մեկն է, որ համամասնակցային դպրոցը։ Մինչև 2030 թվականը կրթության զարգացման պետական ծրագրում նշվում էր, որ դպրոցների կառավարման խորհուրդները չեն գործում, որովհետև դրանց աշխատանքը ուղղորդվում է եւ կան որոշումները կայացվում են միանձնյա։ Ո՞վ է ուղղորդվում։ Ով է կայացնում միանձնյա որոշումներ։ Այդ հարցերին չպատասխանվեց այդպես է։ Ում պիտի հաշվետու լինի տնօրենը, եթե ոչ խորհուրդներին։ Եթե այս գործընթացը չի աշխատում, շատ ուղիղ համեմատական կարելի է տանել մեր երկրի ճիշտ ասած տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Ավականին այն մարմինը, որին պիտի հաշվետու լինի համայնքապետը, որ այդպես չի տեղի ունենում, բայց ինչը չի նշանակում, որ համակարգը վատն է կամ բարեփոխումն է վատ։ Այստեղ պարզապես այդ ինստիտուտի կայացման խնդիր է։ Հետազոտության ոլորտներն են շատ, հատկապես Հայաստանում, ու այս առումով շատ շնորհակալություն մասնակցային դպրոցին համագործակցության առաջարկի համար, որտեղ եթե այդ առաջարկությունն էր, միգուցե եւ մենք նաև չֆիքսեինք եւ չիրականացնենք այս հետազոտությունը։